Հայաստանի էներգետիկ սիրտը մեծամորը մեր պետության ամենահզոր քաղաքներից պետք է լինի, վստահեցնում է ուժեղ Հայաստանը։ Մեծամորի ատոմակայանից ստացված հարկերով պետք է կառուցել քաղաքը։ Թե ինչ է տալիս մեծամորը ամբողջ Հայաստանին, լուսավորում է ամբողջ Հայաստանը։ Իսկ ինչ է տալիս Հայաստանը մեծամորին։ Քաղաքը սովետի ժամանակվար քաղաքն է։ Մեծ փոփոխություններ բացի փոքր կրպակների վերանորոգումներից չկա այստեղ։ Քաղաքի այս հատվածում հավաքված մարդկանց մեծ մասը վարկեր ունի։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանի համար անընդունելի է, որ հարևան Վրաստանում 8%-ով են վարկ տալիս մարդկանց։ Մեր երկրում 15-20 եւ ավելի։ Մարդը որ չի կարողանում վարկը վճարի։ Մի քիչ պարզ բացատրեմ, եթե մեկը 1.5 տարի ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն է, որպեսզի վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից։ Հարկը դնում է պետությանը, պետությունը վճարում է։ Մեր սեփական ռեսուրսները սխալ կառավարելու պատճառով է, որ վատ ենք ապրում, ասում է Կարապետյանը։ Աբսուրդ է, որ ջուր ունեցող երկրում ջրի խնդիր կա։ Աշխարհի ամենաշատ ջուր ունեցող երկրում ջրի ընդամենը 5%-ն է օգտագործում Հայաստանի քաղաքացի։ 95%-ը թողում է գնա։ Բայց Արարատյան դաշտում, Արմավիրի մարզում ընդհանրապես, ժողովուրդը ջրի խնդիր ունի։ Պատճառը ոռոգման համակարգերն են, որ հին ոռոգման համակարգեր են դրած, որոնց վրա ոչ մեկ գործ չի արել։ Պատճառը այն է, որ այս հարստությունը, որ Աստված մեզ տվել է, անգամ այս հարստությունը չեն կարողանում տնօրինենք նորմալ։ Եթե ջուր ունենան Արմավիրի Զարթոն գյուղում, չի լինի մի քառակուսի մետր, որ մշակված չլինի, վստահեցնում է գյուղացին։ Մենք ունենք մեծ բոմբակայան այստեղ գյուղում, որը սպասարկում էր 7-8 գյուղի։ Ամբողջ 7-8 գյուղի տալիս են։ Երևի արդեն մի 6 տարի կլինի 7 տարի, բոմբակայանի դուռը ոչ բացվել է, ոչ էլ մի անգամ կնոպ կայա սխմվել։ Փակ կայնած։ Եթե միանում է ամբողջ Եթե միանում է, ուրեմն Արտաշարը, մեր գյուղը, Եղեգնուտը, Երասխաունը, Վարտանաշենը, այդրանց մի մասը, բոլորը այդ գյուղացիներն են մշակեն այդ հողը։ Այո, բայց ջուր պետք է ունենան։ Մթերում ջուր։ Ջրի հետ Գյուղացու մյուս ամենամեծ խնդիրը մթերումն է։ Երկրում գյուղատնտեսությունը ըստ իրանց իսկ տրված հաշվարկների 10-15% անկում է ապրել 8 տարում։ Հետա գնացել երկիրը։ Ցանկատարածությունները լոլիկի, կարտոֆիլի իջել են, մենակ խաղողն է մնացել դեռ։ Ինչն է պատճառը։ Չկա մթերում, հարյուրավոր տարեկան մինչև $200 միլիոն դուրս է գրում բյուջեն, բայց դրա կեսը բավարար է, որ Հայաստանի յուրաքանչյուր գյուղացի իր ապրանքը կարողանա երաշխավորված գնով տա։ Ուսումնասիրել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը, որ աշխարհի շատ պետություններում գյուղացին միայն բերք աճեցնելու տերն է, այն մթերելու բեռը պետությունը իր ուսերին է վերցնում։ Ինչա պետք մեր երկրին, էդի մթերման կայաններն են, կլինի գործարանի վերամշակման տեսքով, կլինի հավաքման տեսքով, մթերման կայան, որ գյուղացին տարվա սկզբից իմանա ինչ գնով է վաճառելու իր բերքը։ Արմավիր ջան, ողջունում եմ ձեզ։ Ամեն ինչին հարմարվում են մեր երկրում, դրա համար սայլը տեղից չի շարժվում, ասում է Նարեկ Կարապետյանը, յոլա գնալով ենք ապրում։ Ջուր չես տալի յոլա գնում։ Բանակ է ստանում ամսեկան աշխատավարձ զորակոչված զինվորին չես տալի յոլա գնում։ Կռիվա լինում ասում ես տնից վերցրու բրոնեժիլետը դու գնա։ Քաղաքները մտնում ես 5 քաղաքներն են մեր։ 2 հատ ասֆալտը չի մեր մաքսիմումը։ Խմելու ջուրը չի մեր մաքսիմումը, ժողովուրդ։ Մենք արանք շուռ տանք այս աշխարհում ամեն ինչ։ Արմավիրը Հայաստանի ամենաբերի հատվածներից է, բայց այստեղ աղքատությունը գլուխ է բարձրացրել։ Արաբական անապատներում բեդվինները աշխարհի ամենահարուստ քաղաքն են սարքել։ Այս ամենաբերի հողերի վրա մեր պես խելացի ազգը ոնց չի կարա ամենաուժեղ երկիրը սարքի։ Իրար հետ։ Գանա Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։